Իզմիրյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի աշխատակիցները շնորհավորանքներ են ստանում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Իզմիրյան բժշկական կենտրոնում հանդիսավորությամբ նշվեց ուրոլոգիական բաժանմունքի կազմավորման 20-ամյակը։ Բաժանմունքը ստեղծվել է 2005 թվականին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի եւ գործընկերների ջանքերով նպատակ ունենալով ապահովել արդիական, պրոֆեսիոնալ ուրոլոգիական բուժօգնություն։ Տարիներ շարունակ բաժանմունքը Հայաստանում լազերային ուրոլոգիայի առաջատար Այստեղ ներդրվել են մի շարք նորարար մեթոդներ միզաքարային հիվանդությունների բուժման, շագանակագեղձի ուռուցքների հեռացման եւ այլ միջամտությունների համար։ Բաժանմունքը մշտապես համալրվել է նորագույն բժշկական տեխնոլոգիաներով։ Այս գործում մեծ դեր են ունեցել նաև Սփյուռքի բարերարներն ու գործընկերները, հատկապես Կարո Դերցակյանը, Գարի Կոզենը։ Նրանց նախաձեռնությամբ են Հայաստան բերվել լազերային առաջին համակարգերը։ Կարո Դերցակյանը մասնակցում էր բաժանմունքի 20-ամյակի հանդիսությանը։ Իզմիրյան բժշկական կենտրոնը 2024 թվականին ձեռք է բերել միզաքարային հիվանդության եւ ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ։ Այս հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի պաշտոնական բազան է։ Այստեղ կրթություն են ստանում ուսանողներ, երիտասարդ բժիշկներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպվում են վերապատրաստումներ եւ միջազգային սիմպոզիումներ։ Այսօր հպարտությամբ 20 տարի նշում ենք, որովհետեւ պրոգրես ունենք եւ հենց դրա մասին ենք ուզում խոսալ, որպես օրինակ, թե ինչպես գաղափարից, էնտուզիազմից սարքվեց ժամանակակից կլինիկա եւ այդ ընթացքում մենք խոսում ենք կլինիկա ստեղծել եւ այլն, բայց ամենօրյա հազարավոր պացիենտներ են անցել այդ զուգահեռ այդ գործընթացին, այսինքն միշտ այն նորությունը, նորագույն մեթոդը, նոր բուժման ձևերը ներդնելով, նոր տեսակ պացիենտներ, նոր հաջողակ բուժումներ, նոր սարքեր եւ այդ պրոգրեսը շարունակվել է եւ շարունակվում է։ Մեր բաժանմունքը հենց ստեղծման օրից որպես մինիմալ ինվազիվ եւ ժամանակակից ուրոլոգիայի բաժանմունք է ստեղծվել, տրադիցիոն Հայաստանում եղած բաժանմունքների կողքը եւ դրանով ճանաչելիությունը եւ ընդունելությունը հիվանդների կողմից մեծացել է եւ անցյալ տարվա մեր մեծ վերազնումը թե քարափշրման նոր ժամանակակից ավելի հզոր սարքի, թե էնդոսկոպիկ սարքավորումների, որը վիզուալիզացիայի որակն են բարձրել ամենաբարձր կարգի, թե լազերային տեխնիկան թույլ տվեց մեզ շարունակել այդ պրոգրեսը եւ ապահովել մեր բնակչությանը միջազգային ստանդարտներին բուժումը։ Օրհնյա Արտեմ Հիսուս Քրիստոս ամեն։ Իզմիրյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի 20-ամյակի հանդիսությունը մեկնարկեց տերունական աղոթքով։ Ցուցադրվեց ֆիլմ, որում ներկայացված էին 20-ամյա կլինիկայի անցած ճանապարհը, ձեռքբերումները։ Ֆիլմում բաժանմունքի մասին իրենց դիտարկումները ներկայացրին բժշկական կենտրոնի տարբեր ժամանակների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ, որոնք առնչվել են կլինիկայի գործունեությանը։ Իզմիրյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը կարևորեց հատկապես մասնագետների պատրաստման աշխատանքը։ Հիմնական տարբերությունը, առանձնահատկությունը մեր բաժանմունքի դա առաջի հերթին անձնակազմն է, առաջի հերթին կադրերն են։ Մարդիկ, ովքեր որ անձնուրացաբար նվիրված են իրենց առաքելություն իրագործելուն, բժշկելու, առողջություն եւ կյանք պարգևելու մեր բնակչությանը։ Ուրոլոգիական բաժանմունքի Հոբելյանին հնչեցին շնորհավորանքներ, շնորհակալական խոսքեր, արժևորվեց նվիրյալ մասնագետների աշխատանքը։ Հանդիսության ավարտին կատարումներով հանդես եկավ Գյումրու ժողովրդական գործիքների անսամբլը։